Լիսաբոնում ու Չիկագոյում Հայաստանը նախագահի մակարդակով ներկա չէր։ Հայտնի էր, որ այդ գագաթաժողովների ամփոփիչ փաստաթղթում գրվելու էր միայն տարածքային ամբողջականության մասին։ Նյուպորտի հավաքին նախագահ Սարգսյանը մասնակցում է։ Տեղում դիրքորոշում հայտնելն ավելի արդյունավետ է, ընդգծում է քաղաքագետը։ Ավելի կարևորվեց, որ կարելի է բաց, շիտակ, հենց այնտեղ սեփական դիրքորոշումը ոչ միայն արտահայտել, այլև պաշտպանել, փորձել հասնել արդյունքի։ Նախորդ գագաթաժողովի փորձը ցույց էր տալիս, որ այն տարբերակը ընդունված որքանով էլ օբյեկտիվ էր, որքանով էլ հասկանալի եւ ընկալելի, բայց ցանկալի արդյունք որպես այդպեսին կարելի ասել չէր բերել։ Նախագահի ելույթում բաց տեքստով ասվեց. հարևան երկրում բռնապետ ղեկավար ունենք։ Բեքանի բնորոշմամբ սա առավել քան ազդեցիկ քայլ է ՆԱՏՕ-ի հարթակում։ Այլ բան է, երբ որ սրա մասին խոսում է վերլուծական ընկերակցությունը, այլ բան է, երբ որ սրա մասին խոսում են իրավապաշտպան տարաբնույթ միջազգային կազմակերպությունները, այլ բան է, որ սրա մասին ուղիղ խոսքով արտահայտվում է երկրի նախագահը նման բարձրաստիճան գագաթաժողովի ժամանակ։ Բաքվից ցինիկ ու լկտի պահվածքի համար համանախագահ երկրներից յուրաքանչյուրը պատասխանատվության բաժին ունի, ասում է քաղաքագետը։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան տվյալ պահի աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա։ Գլուխը շոյող վերաբերմունքը նորության կրկնում ելնող աշխարհաքաղաքական շահերից Ադրբեջանին թույլ է տալիս մտածել, որ իրեն ամեն ինչ կարելի է, կա թողտվության մթնոլորտ, եւ այդ ամեն ինչ կարելին կարելի է տարածել նաեւ Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստ եւ փորձել դրանով տարաբնույթ շանտաժի կամ տարաբնույթ պրովոկացիաների լեզու որդեգրել։ Եթե մենք իրապես նայենք ՆԱՏՕ-ի հռչակած արժեքներին, այն ամենին, ինչին նա մշտապես փորձում է ողջ աշխարհին համոզել, որ ինքը հավատարիմ է, այս պարագայում Ադրբեջանի նախագահը այսօրվա տիրող իրավիճակում անգամ պիտի գագաթաժողովի չհրավիրվեր։ Մոսկվան իր հերթին զենք է վաճառում Ադրբեջանին, իհարկե ասելով, որ դա ընդամենը կոմերցիոն գործարք է։ Ադրբեջանը դա այդպես չի ընկալում։ Ադրբեջանը դրա ներքո ընկալում է նաև որոշակի լոյալություն իր հանդեպ, իր նկրտումների, իր միտումների եւ այլն։ Լկտիությամբ կրտսեր եղբորը չի զիջում Անկարան։ Թուրքիան փորձում է լոբինգի հաշվին ՆԱՏՕ-ում առաջ տանել Ադրբեջանի շահը։ Հայաստան ՆԱՏՕ սահմանը փակած երկիրը իրեն թույլ է տալիս դեռ մի բան էլ ավելին փորձել Հայաստանի նկատմամբ, Հայաստանի հանդեպ, Հայաստանի դեմ իրականացնել գործողություններ արդեն ՆԱՏՕ-ի ամբողջական դաշրջանակում։ Եթե այդ փաստաթուղթը նորից պարունակի նույն այդ դոգմատիկ դրույթը, բնական է, որ սա լինելու է նոր խրախուսում Ադրբեջանին իր պահվածքում դառնալու ավելի կոշտ, դառնալու ավելի ցինիկ, դառնալու ավելի պրովոկացիոն։ Քերի Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական է, քանի որ սրանով կարգավորումը չի մենաշնորհվում, ընդգծում է քաղաքագետը, սակայն ապարդյուն կլինի, եթե գագաթաժողովի փաստաթուղթը կրկնի նախորդներին։ Եթե փաստաթուղթը պիտի պարունակի նույն դոգմատիկ բնույթը, որը ունեցել է, այդ համատեքստում տեղի ունեցած հանդիպումը, այդ հանդիպումն էլ կարժեզրկի, հանդիպման ժամանակ Քերի տված խոստումներն էլ կարժեզրկի։ Իրավիճակը վերլուծելով Բեքանը չի բացառում, որ Նյուպորտի փաստաթուղթը կնմանվի Լիսաբոնին ու Չիկագոյին։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովների փաստաթղթերն ընդունելիս գործում է «դու ինձ, ես քեզ» սկզբունքը։ Եվ ասենք ամերիկացիների հորդորով Ռուսաստանին դատապարտող տեքստին կողմ քվեարկող որոշ երկրներ փոխարենը կպահանջեն կողմ քվեարկել իրենց ոչ հայանպաստ առաջարկին։ Դա մեր համար կլինի հերթական ազդակ հասկանալու, որ մեր հույսը պիտի լինի մեր ուժերի վրա, եւ շիտակությունը նույն միջազգային կառույցներում անընդհատ ավելի պիտի բարձրանա։ Կամ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կամ կրկին լուր խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները։ Պաշտոնական Երևանը ՆԱՏՕ-ի անդամներին կարևոր հիշեցումն արել է փաստաթղթի ընդունումից 1 օր առաջ։ Արկադի Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։